Վանաձայն, լավագույն և հարազատ։ Բարև ձեզ սիրելիներ, ձեզի հետ են Սերլին և Գրիգորը վանացայնի եթերով և թիմադեդրի էջով ներկայացնելու հայկական աշխարհի այսօրվան լուրերը։ Երեկ Հոփենեթմենի Լիբանանի շրջան ներկայացնող բادرագությունը այցելեց Շահզոյան գետրոն դեսակցելու համար ՀՕՀԻՏԱ Լիբանանի կենտրոնական կոմիտեին հետ։ Բادرագությունը գլխավորեր Հոփենեթմեն Լիբանանի շրջանագային հանձնաժողովի անդամապետ Ժերար Տյուֆենկյան։ Բادرագության մաս կկազմեին Հոփենեթմեն Լիբանանի շրջանագային հանձնաժողովի անդամատբիր Սիլվա Լիբարիդյան, հանձնաժողովի խորհրդական եւ ՀՕԵՃ անդամապետ Վիքեն Չերչյան, խորհրդականներ Արթուր Կունդակչյան եւ Վասկեն Հադիդյան, Հոփենեթմեն ՀՕԵՃ կենտրոնական վարչության փոխ-անդամապետ Վաչե Մելքոնյան, անդամատբիր Հակոբ Ջղելյան եւ Հոփենեթմեն Լիբանանի շրջանագային հանձնաժողովի վարիչ տնօրեն Արին Ղազարյան։ Հոփենեթմենի բادرագությունը ընդունեցին ՀՕՀԻՏԱ Լիբանանի կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Ալբեր Բալաբանյան, կենտրոնական կոմիտեի հանրային գաբերու պատասխանատու Ջորջ Գրիգորյան, կենտրոնական կոմիտեի անդամ Հակոբ Լադոյան եւ աստղի տնօրեն Շահան Քանդահարյան։ ՀՕՀԻՏԱ Լիբանանի կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Ալբեր Բալաբանյան բարի քալուստ մաղթեց բادرագության վեր արավ բարեգործականի համահասկության դերակատարությունը, հատկապես արժևորելով երիտասարդության միութենական կյանքին ներգրավումով հայաբաբանման աշխատանքներու իրականացումը։ Հոփենեթմենի Լիբանանի շրջանագային վարչության անդամապետ Ժերար Տյուֆենկյան հաջողություն մաղթեց կենտրոնական կոմիտեի նորընտիր ներկայացուցիչին եւ ընդգծեց համագործակցական ոգիով միասնական ծրագիրներ մշակելու եւ աշխատանքներ իրականացնելու անհրաժեշտությունը։ Հանդիպումը արիթ էր նաեւ խորհրդակցելու հարաճիգային տեղի ունենալիք քաղաքապետական եւ թաղապետական ընտրություններուն մասին։ Մասնակիցները շեշտեցին լիբանանահայ համայնքի ստվար մասնակցության կարևորությունը թե քաղաքացիական բարդավորության եւ թե լիբանանահայ քվեի նշանակության համար։ Խորհրդակցության մասնակիցները այնուհետև անդրադարձան հայաստանյան եւ սփյուռքյան խնդիրներուն, լիբանանահայության դիմակրաված գրթական, տնտեսական, ընկերային դժվարություններուն եւ ընդգծեցին հրամայականը հաջողակի քննարկումներ կատարելու ու միացյալ գառույցով աշխատելու։ Համագործակցության ոգիի եւ գործնականի անցումի շեշտադրումի ընդգծումներով դեղի ունեցած այս հանդիպումը իր շարունակությունը պիտի ունենա հատկապես լիբանանահայ համայնքի խնդիրներու ընդառաջ համագործակցաբար աշխատելու ուղիները ճշտելու նպատակով։ ՀՕՀԻՏԱ Դավուշի մարզային կոմիտեի ներկայացուցիչ ազգային ժողովի Հայաստան խմբակցության պատգամավոր Քարնիկ Դանիելյան հարցազրույցի ընթացքին ասավ. Եթե մինչև աշուն չհաջողին քերացնել Նիկոլ Փաշինյանը, իշխանությունը ընտրություններ պիտի կատարի։ Դանիելյանի կանխատեսումներով նման բարակային քաղաքական ուժերը ուզեն կամ չուզեն պիտի մասնակցին ընտրություններուն։ Պատգամավորը մատնանշեց ընդդիմության համախմբումի կարևորությունը, ուր ամեն բան չէ, որ հարթ եւ հանգիստ կընթանա։ Սուտ պիտի ասել, թե ընդդիմադիր բոլոր ուժերը նույն գաղափարները եւ մոդեցումները ունին։ Եթե այդպես լար, Փաշինյան արդեն իշխանության չէր կար։ Թեև այդ դարաձայնությունները կգնան ըլլալ, սակայն ամեն բարակայի գարմիր քիզերը հադելը անթույլատրելի է։ Եթե կան խնդիրներ, անոնք պետք է հստականան եւ լուծվին, նշեց պատգամավորը։ Ան համաձայնեցավ այն տեսակետին, որ Գյումրիի ընտրություններեն յետք կարելի պիտի լա փորձել իշխանապողության հասնել ամբողջ երկրի մեջ։ Այս ընտրությունները շատ ավելի կարևոր նշանակություն ունեին, քան դեղական ինքնակառավարման մարմիններու ընտրությունները։ Անոնք գնան իշխանության հերացման շարժումին նախապանը ըլլալ։ Անոր հետ համաձայն են ընդդիմադիր բոլոր ուժերը, որոնք մասնակցած են Հայաստանի երկրորդ մեծ քաղաքի ընտրություններուն, ինչ որ գրնա զարայել իբրև փոփոխություններու զորավոր նեցուկ։
Եթե ինտիմատի առանցին կորզիչներուն գտվի, թե գրնան հավակնիլ միայն քաղաքապետի պաշտոնին եւ հեռանալ երկրին մեջ իշխանապողության պայքարեն, պետք է հասկանան, որ իշխանապողությունները զիրենք հերացնելու կորզիկներ ունին, ինչ որ կատարված է Ախուրյանի, Վանացորի, Ալավերդիի եւ այլ վայրերու մեջ։ Իշխանությունները ներկայիս կսեն, որ Գյումրիի մեջ ոչինչ ավարտած է։ Հետևաբար, եթե ինտիմությունը չմիավորվի հանուն անոր, որում մասին գխոսեր նախընտրական կարոզարշավին ընթացքին, կարելի պիտի չլա էական հաջողություններու հասնիլ, ընդգծեց պատգամավոր Դանիելյան։ Միաժամանակ պատգամավորը գոչ ուղեց չկերակնահատել Գյումրիի ընտրություններու արդյունքներու նշանակությունը։ Այդ արդյունքները պետք է կօգտագործվին, այլապես ոչ մեկ բան կարելի է անել, նշեց Դանիելյան։ Անվստահության քվեի կողմնակիցները պատգամավորին համաձայն պետք է նկատի առնեն, որ ան գործընթացն է, որում պետք է հաջորդեն այլ քայլեր։ Միայն հայտարարությունները բավարար չեն։ Պետք է նախնական աշխատանք տանել անոնց հետ, որոնք պետք է քվեարկեն անոր հաշվին, այսինքն իշխող քաղաքացիական պայմանագիր գուսակցության պատգամավորներու հետ։ Ինչու այս պատգամավորները պետք է նման գործողություններու թիմեն, հատկապես եթե ղեկավարությունը անոնց մեջ վաղ սերմանած է։ Ուստի կարևոր է հանրային շարժում հարաճացնել, եզրափակեց պատգամավոր Կարնիկ Դանիելյան։ Արցախցիներու իրավունքներու պաշտպանության խորհրդի ներկայացուցիչները հայտարարած են, որ Երևանի ազատության հրապարակին տեղակայված վրանի մեջ ունեցած են Արցախի ազգային ժողովի, Արցախի ժողովրդավարական արդարության եւ հայ հեղափոխական դաշնակցության կուսակցություններու ղեկավարներու հետ լսելու համար անոնց դեսագետները հարաճիգա ծրագիրներու մասին։ Խորհրդի անդամ Նժդեհ Իսկանդարյան նշեց, որ շարժումին խնդիրը Արցախի եւ արցախցիներու խնդիրը չէ, այլ համայն հայության հարցն է եւ այդ նպատակով լայն քննարկումները սկսած են Արցախի եւ Հայաստանի քաղաքական ուժերու ներկայացուցիչներուն հետ։ Հայ հեղափոխական դաշնակցության Արցախի կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Արա Բուլուզյան ողջունելի նկատեց համախումբը եւ շեշտեց, որ հայ հեղափոխական դաշնակցությունը միշտ եղած է Արցախի ժողովրդի կողքին եւ հայ հեղափոխական դաշնակցության աշխարհասփույր գառույցը լծված է Արցախի ցածի պաշտպանության։ Բուլուզյան հայտնեց, որ ողջունելի է, որ շարժումը կարողացած է լայն համախումբ ստեղծել քաղաքական եւ հասարակական ուժերը միավորելով եւ ինքնին մեծ ուժ կներկայացնե։ Հանդիպումներու ընթացքին քննարկված են արցախցիներու իրավունքներու վերաբերող օրագարկային շարք հարցեր եւ անոնց լուծումի ապահովման միջոցներ։ Մասնագետները շեշտած են միասնություն եւ համախմբման կարեւորությունը հետագա գործողություններուն կազմակերպման մեջ։ Հայաստանի ազգային անվտանգության ծառայության տվյալներով մինչև 1 մարտ Հայաստանեն մեկնած են 26899 եւ վերադարձած են 15642 բռնի տեղահանված արցախցիներ։ Այսինքն, սեպտեմբեր 2023-ի բռնի տեղահանութենեն յետք, մինչև 1 մարտ 2025 Հայաստանեն հեռացած եւ վերադարձած չեն 11257 արցախցիներ։ Հեռացող արցախցիներու թիվի հավելումին զուգահեռ գավելնա նաև վերադարձող արցախցիներուն թիվը։ Այս ապրիլեն սկսյալ բռնի տեղահանված անձերու գեցության եւ այլ ծախսերու համար նախադեсված 50,000 դրամ, 40,000 առավել 10,000 աջակցությունը պիտի դառնա 40,000 դրամ եւ պիտի դրամատրվի միայն առանցին խումբերու, առաջին կամ երկրորդ խումբի հաշմանդամ 63 տարեկանեն վեր, եկամուտ չունեցող եւ նպաստ կամ գենսաթոշակ ստացող եւ մինչեւ 18 տարեկան անձերու։ Իսկ հուլիսեն դեկտեմբեր ներառյալ աջակցություն պիտի դրամատրվի առանցին խումբերու միայն, արդեն 30,000 դրամ, մոտավոր $80։ Կնախադեсվի, որ այս փոփոխությունները պատճառ դառնան արտագաղթի թիվերու աճին։ Ագունք.net հաղորդեց, թե Սեբաստիո Կանկալ Քավարի մանջլկ քյուրի եկեղեցին վերածված է ավերագի։ Աղբյուրին համաձայն եկեղեցին, որուն կառուցման թվականը անհայտ է, վերականգնումի կարիք ունի։ Եկեղեցվո բادرուն զանազան կրոնական խորհրդանիշները պահպանված են։ Թեև կառույցի գարկ հատվածներեն քարեր հանված բողված են, սակայն եկեղեցին տակավին կանգուն է։ Քյուրի բնակիչները կբնթեն,
որ եկեղեցին շրջանը զարայած է իբրև կենտրոնական տրամադուն, իսկ ներկայիս անընդհատ կենթարկվի կանցակողներու ավերածություններուն եւ գողոբուդին։ Մանջլակի գյուղաբեդ Օսկան Բալթաջն հարցազրույցի ընթացքին հայտնած է, որ իրենք պաշտոնյաներեն կգնկալեն, որ եկեղեցին վերանորոգվի եւ վերապացվելով նպաստի բնակավայրին սփոսաշրջության զարգացումին։ Գյուղաբեդը նաեւ նշեց, որ եկեղեցվո 30 տարի առաջվան վիճակը շատ դարբեր էր ներկա վիճակեն եւ եթե օր առաջնորոգվի մեծ օգուտներ կբերե գյուղին։ Գյուղացիներեն մեկը իր գարքին ասած է, որ եկեղեցին նախաբես շատ գեղեցիկ եղած է եւ իրենք մանուկ տարիքին զվարճալի ժամեր անցուցած են գարույցի մեջ։ Կանցակողները մեծ վնաս հասցուցած են շինության։ Ան նաեւ ավելցուցած է, որ իշխանությունները պետք է աջաբարեն եկեղեցին վերանորոգելու, որովհետեւ այդ բարակային անմեծապես կնպաստի ոչ միայն գյուղին, այլև ամբողջ Սեբաստիո սփոսաշրջության զարգացման։ Բոլսահայ Ագոս բարբերականը հայտնեց, թե Բոլսոհայոց Սահակ երկրորդ Մաշալյան Բադրիարք խստորեն դատաբարտած է Բոլսո քաղաքապետ ժողովրդի հանրապետական կուսակցության անդամ Թանջու Օկչանի հագահայ արտահայտությունները։ 5 ապրիլին Օզջան Քուրդիստանի աշխատավորական կուսակցության առաջնորդ Աբդալլա Օջարանի թիմելով ընկերային ցանցերում մեջ կատարած է հետևյալ քրարումը։ Գուզեի, որ հայու ծնունդ հայրդ հայփարը օգտագործած է իբրև նվաստացնող հանգամանք, քեզ չարդունել ծնիլ Օջալան։ Դա ասված, որ այս լազննդյանը վերջին օրը Թավաջան, ավելի ուշ սակայն այդ հրաբարագումը չնչված է։ Հայ համայնքը, որ տարեր շարունակ ապրած է այդ տարածքներում մեջ, այդ երկրի բնիկ եւ անբաժան մասն է։ Հինավուրց ժողովուրդը, որ պատմության ամբողջ ընթացքին մշակութային, տնտեսական եւ ընկերային կարևոր ներդրում ունեցած է երկրի զարգացման գործին, այսօր եւս կշարունակի գոյություն ունենալ հիշեցուցած է Բադրիարքը։ Մաշալյան Բադրիարք նաեւ նշած է, որ ադելության խոսքի իրավականացումը եւ խտրական արտահայտություններու անդեսումը անթույլատրելի են։ Սահակ Բադրիարք իշխանություններուն եւ հանրության գոչ ուղղած է ավելի պատասխանատու արտահայտություններ ունենալ։ Անցնող շաբաթավերջին Բոլսո հայոց Սահակ երկրորդ Մաշալյան Բադրիարքի օրհնությամբ Արամ arczepiskopos Աթեշյան եւ Դրթաթ Կահանա Ուզունյան այցելեցին Դիկրանագերտ։ Անոնց միացավ Հաթայի եկեղեցիներու հոգևոր հովիվ եւ Խավարի համայնքներու դեսուչ Ավետիս Քահանա Տաբաշյան։ Շաբաթ 5 ապրիլին Սուրբ Գրիգոր Լուսավորիչի խոր վիրապ մուտքի դոնին առիթով Ավետիս Քահանա դոնական Սուրբ Պատարագ մատուցեց Սուրբ Կիրակոս եկեղեցվո մեջ։ Ապա Արամ arczepiskopos քարոզեց եւ խոսեցավ Բաքի իմաստին եւ կարեւորության մասին։ Սուրբ Պատարագի ավարտին կատարվեցավ հավաքական մգրդություն։ Խորհրդակցական հանդիպումը տեղի ունեցավ Սուրբ Կիրակոս եկեղեցվո մեջ, ուր բոլիսեն ժամանած հյուրերը անդրադարձան Սուրբ Սարգիս անխնամ մնացած եկեղեցվո վերականգնումի եւ Փարեզավտումի աշխատանքներուն։ Գիրագի 6 ապրիլին Դրթաթ Կահանա Ուզունյան եւ Ավետիս Քահանա Տաբաշյան այցելեցին Ելազիկ։ Հոն քերեզմանադան Սուրբ նշան մադրան մեջ Սուրբ Պատարագ մատուցեց եւ քարոզեց Ավետիս Քահանա։ Ապա կատարվեցավ ընդհանուր հոգեհանգստյան պաշտոն։ Արարողության մասնակցեցան Էլազիգի համայնքի անդամները, ինչպես նաև Դիկրանագերդի ձխական խորհրդի անդամները։ Խումբը այցելեց նաև Էլազիգի Խոնարհատ Սուրբ Աստվածածին եկեղեցի։ Հարգելի ունգընտիրներ, վանացանի եթերով եւ թիմադեդի էջով ներկայացուցինք հայկական աշխարհի այսօրվան լուրերը։ Ցեզի հետեին Գրիգորը Սերլին եւ ցանի հաղորդավար Նատալին։ Մնացեք միշտ վանացանի ունգընտիր։